Տրանսֆորմացիաներն ու ռեֆորմները չանենք։ Հայ ժողովրդի ամենամեծ խնդիրը ընտրանու բացակայությունն է։ Էլիտաներ չեն կայացել Հայաստանի Հանրապետությունում եւ էլիտաներ չեն էլ եղել ազգային էլիտաներ որպես այդպեսին։ Պատառիկներ խորհրդային տարիներին եղել են անհատականություններ, ոչ որ ազգային գործեր արել են, բայց գլոբալ մասշտաբի մեջ դա չէր կարող լինել, որտեղ մենք անկախ չէինք։ Առաջին հանրապետության ժամանակն էլ պատառիկներ, անհատականություններ կային, բայց որբերի եւ սովյալների Հայաստանը այդ հնարավորությունը չէր ունենա։ Անկամ այն ժամանակ Խատիսյանն էր ասում, չէ՞, որ անկախությունը մեր դուռը թակեց, բայց սովետահպատակից եւ օսմանահպատակից քաղաքացի չկարողացան կերտել։ Եվ ես կարող եմ էլ ավելի հետ գնալ, մինչև անի Բագրատունյանց իշխանության անկում, էլ ավելի հետ կարամ գնամ, թե ինչ տեղի ունեցավ, որ ինչ ռեֆորմներ պարտադրվեցին Հայաստանի Հանրապետությունում, որ արքայական եւ իշխանական դասը սկսեց խեղվել։ Մենք ընտրանաթափ ենք եղել միշտ։ Իսկ նորակարգ ժամանակահատվածը մեզ համար ջերմոցային իրավիճակ էր, որ ընտրանի պետք է կայանար Հայաստանի Հանրապետություն, թույլ չտվեցին։ Հիմա ժամանակն է։ Եթե հիմա հայ ժողովուրդը տաղանդն ու ջիղը չկիրառեց, հնարավորություն չի ունենալու անկախությունը պաշտպանել։ Հնարավորություն չունեցավ անկախությունը պաշտպանել, ցեղասպանության մյուս դուբլները կյանքի են կոչվելու։ Այսինքն պետականություն ունենալը մեզ համար ինքնանպատակ չի։ Պետականություն ունենալը մեզ համար անվտանգային գլխավոր թիվ 1 խնդիրն է լուծում։ Մեր պահպանությունն ու պաշտպանությունը մերից